Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, ես վիդեո էի տեղադրել խմեցրած պրիվարոտի հետ կապված ու բազմաթիվ հարցեր է առաջացել, հիմա տվյալ վիդեոում կփորձեմ պատասխանել այդ հարցերին։ Առաջինը, ինչ հետևանքներ են ունենում նման գործողությունները տղամարդկանց կյանքում, ֆիզիկական մարմնում և ընդհանուր հոգեվիճակը, աշխատանքը, անձնական կյանքը և այլն։ Նշեմ, որ խմեցրածը, այսինքն ամսեկանի արյունը, որ խմեցնում են տղամարդկանց, թեկուզ մի կաթիլը բավական է, որ մարդու ամբողջ ֆիզիկական և հոգևոր և այսպես աստրալ մարմինները սենց թունավորեն, կոպիտ ասած դա համարվում է սենց փոքր չափաբաժնով թույն, որը որ սենց դանդաղ տարիների ընթացքում աստիճանաբար ժամանակի ընթացքում թունավորում է մարդուն։ Տվյալ դեպքում, երբ որ տղամարդուն տալիս են ամսեկանի արյուն, տղամարդու մոտ սկսում է անբնական ագրեսիա, լինում են բավականաչափ գործնական անհաջողություններ, էներգիայի պակաս, ինքը անընդհատ կարա հոգնած լինի, տրամադրություն չունենա, ընդհանուր աշխատավայրում ձախողումներ, հատկապես եթե տղամարդը ամուսնացած է, այսինքն ընտանիք ունի, կին ունի, կոնկրետ կնոջ նկատմամբ բավականին ագրեսիվ տրամադրվածություն է լինում, փոփոխվում է իրենց հարաբերությունները, շատ դեպքերում, դաժե իմ պրակտիկայից կարամ ասեմ, հենց իրենց սեփական երեխաների նկատմամբ բավականին ագրեսիա են ցուցաբերում, բավականին անտարբերություն է լինում, այսպես բնականաբար նման պրիվարոտի տակ գտնվող տղամարդուն ինչ վնաս կարա այդ պրիվարոտը հասցնի, առաջինը հենց հոգեկան աշխարհի հետ է կապված։ Տղամարդը շատ ուժեղ հոգեկան խնդիրներ կարա ունենա, նյարդային համակարգի քայքայում է լինում տղամարդու մոտ, տղամարդը կարա սկսի խմել, թմրանյութեր օգտագործել, խաղամոլությամբ տարվել, այսինքն այն տղամարդը, որ բավականին կայուն կարող է լինել, հաջողակ, նման գործողությունից հետո ուղղակիորեն կարող է կործանվել։ Բայց առաջինը ամենաշատ վտանգավոր որ կարա լինի, հենց այդ նյարդային համակարգի քայքայումն է, որը տանում է հոգեշեղման իրականում, շատ վտանգավոր է, նաև սիմպտոմները, այսպես ասեմ, ինքը իր կնոջ նկատմամբ սենց ինչ որ այլևս ոչ մի ցանկություն չի ունենում, կինը իր աչքին սենց շատ նեգատիվ անձնավորություն կարող է դառնալ, չնայած որ տղամարդը այդ կնոջը կարող է շարունակել իր սրտե սիրել, բայց իր ենթագիտակցությունը գտնվում է պրիվարոտի ազդեցության տակ։ Այսպես ուրեմն, դա հիմնական այդ նշաններն են, որը որ խմեցնելուց հետո կարող է լինի տղամարդու հետ, այսինքն ոչ թե նշանները, այլ ինչեր կարա պատահի տղամարդու հետ, դա կարա լինի արդեն կարմիչսկի տղամարդու համար, իր երեխեքի համար, բայց ինչեր կարող է պատահել այն կանանց հետ, ովքեր որ նման գործողություններ անում են, ու նման գործողությունները մաքրվում է տղամարդու վրայից։ Ցանկացած նեգատիվի բացումը ունի հակառակ կողմը, այսինքն գործում է բումերանգի էֆեկտը։ Այն կինը, որ նմանատիպ ազդեցություն է թողել տղամարդու կյանքում, նման ձևով, բավականին ուժեղ կպատժվի բնականաբար, ես ինքս իմ պրակտիկայից ելնելով դեպքեր եմ ունեցել, որ անգամ իմ մաքրումներից հետո կինը հաշմանդամություն էր ձեռք բերել, շատ լուրջ հիվանդություն ու մինչև առեն, որ հաշմանդամ էր դառել, այսպես ասած, չնայած որ դա մենք չենք կամենում, այսինքն մարդիկ, որ մաքրում են մարդկանց, դա չենք կամենում, դա բումերանգի էֆեկտն է, այսպես ասած գործում ու նշեմ, որ տվյալ անձնավորությունը ուղիղ 5 տարի երիտասարդ տղային անընդմեջ ամեն ամիս իր ամսեկանի արյունը խմեցրել էր։ Այդ տղան բավականին ծանր վիճակում էր։ Ես, որ իմ մաքրումների 3 օրվա աշխատանքատևում ուղիղ 3 ամիս պայքարել եմ այդ տղայի համար, որ վերականգնվի, որ կարողանա փոխվել, ու ես ինքս իմ անունից ասել եմ տվյալ մարդուն, ասա, որ դու այսպիսի բան ես արել իմ վրա, դաժե ես ասել եմ, որ ես պատասխանատու եմ իմ խոսքի համար, անձնավորությունը, ով որ նման գործողություն արել էր, բնականաբար, չգիտեմ, չի հերքել,
ու ասել է, որ ես չեմ ուզեցել քեզ վնասեմ, ինձ խորհուրդ են տվել, շեշտում եմ, հենց երեկվա վիդեոյի մասին է խոսքը, որ խորհուրդ են տվել, որ նման բան անեմ։ Այսպես։ Ուրեմն ինչպես զգալ, հարգելի տղամարդիկ, որ ձեր վրա կա խմեցրած պրիվառոտի ազդեցություն։ Նշեմ, ոսկրացավեր ընդհանուր մարմինը ոնց որ sense կոտրատվի, անընդհատ հոգնածություն, գերհոգնածություն, ցրվածություն, այսինքն առօրյա մեջ բավականին ցրված կարող եք լինել, չկենտրոնանաք ոչ մի բանի վրա, այսպես տրամադրության անկում կարա լինի, կարա առաջանա անքնություններ, վատ երազներ, գիշերը շատ ուժեղ քրտնարտադրություն քնած ժամանակ, մինչև այն կարգի, որ անգամ կարա ձեր շունչը կտրվի։ Նաև կարող է գցվի գլխացավերով, այսպես ռեսկի ագրեսիայով, այսինքն որ դուք կարող եք հանգիստ լինել, բայց մի փոքր բանից, չգիտեմ, մի անգամ sense թախկոցից ռեսկի ագրեսիվանաք, ոնց որ ինչ-որ մի բան sense ձեր ներսը զարթնի։ Այսպես ցավոք սրտի կարամ նշեմ, որ դեպքեր եմ ունեցել, որ այդ ամենասարսափելի դեպքերից, որ այնքան էին տղամարդուն խմեցրել, ինքը անընդհատ իր բերանից արյան համ էր զգում, անընդհատ իր բերանից այդ արյան հոտը, այդ համը զգում էր, եւ որ ինձ դիմել էր բավականին ծայրահեղ ծանր վիճակ էր իր մոտ, ինքը ասում էր, եթե ջանից թվում է, որ ես գժվում եմ, որովհետեւ անընդհատ արյան հոտ է գալիս իմ վրայից, արյան համ եմ զգում ու բնականաբար նայելով հասկացա խնդիրը ինչում է կայանում։ Այդ են դեպքերում, եւ որ չափից շատ տալիս են տղամարդուն այդ կեղտից։ Հիմնականը այսքանն է, այսինքն եթե դուք նկատեք ձեր մոտ ոսկրացավեր, անքնություն, էներգիայի պակաս, տրամադրության անկում, նաև ախորժակի բացակայություն կարող լինի, բավականին ծանր նյարդային ապրումներ, հստակ հասկացեք մի բան, որ կարող է դա հենց այդ պրիվառոտի ազդեցությունը լինի, որը ամսեկանի արյունն է, որ խմեցնում են։ Հիմնականը այսքան է, եթե հարցեր ունեք, ժողովուրդ ջան, կգրեք վիդեոյի տակ, ես կարձագանքեմ։